Ոտքի։ Արայցես կարող եք նստել։ 2025 թվականի հունիսի 2-ին նշանակված դատական նիստը հայտարարվում է բացված Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը տվյալ դեպքում հանդես գալով որպես դատարան նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի, անդամությամբ Աշոտ Հայրապետյանի, Կարեն Թումանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Երանուհի Թումանյանցի, Քրիստինե Մկոյանի, Արմեն Դանիելյանի, Մերի Համբարձումյանի, Արմենուհի Հարությունյանի, Անահիտ Աբրամյանի դրամբաց դատական նիստում քննության է առնում վերաքննիչ վարչական դատանի դատավորներ Հրաչ Այվազյանին, Ռուստամ Մախմուդյանի եւ Կարեն Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արտարդության նախարար Սրփոյի Գալյանի միջնորդությունը։ Նիստի քարտուղարին խնդրում զեկուցել դատական նիստին ներկա գտնվող անձանց եւ նրանց ներկայացուցիչների վերաբերյալ։ Դատական նիստին ներկայացել են արտարդության նախարարի տեղակալ Տիգրան Տադունցը եւ ներկայացուցիչ Ներսե Զեյնալյանը։ Ներկայացվել է արտարդության նախարարի հանձնարարականը նախարարի տեղակալ Տիգրան Տադունցին այն մասին, որ վերջինս պետք է մասնակցի խորհրդի սույն նիստին իրականացնելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով կարգապահական վարույթ մարմնին վերապահված իրավունքների եւ պարտականությունները, նաեւ ներկայացվել է 2025 թվականի հունիսի 2-ին տրված լիազորագիր Երևան քաղաքում այն մասին, որ արտարդության նախարար Սրփոյի Գալյանը լիազորել է արտարդության նախարարի խորհրդական Ներսես Զեյնալյանին արտարդության նախարարի անունից հանդես գալ սույն կարգապահական վարույթով դատական նիստին։ Լիազորագիրը նաև հանձնարարականակցվում է գործի նյութերին, ձեր փաստաթղթերը ձեզ հետ են վերադարձվում։ Սույն գործով ներկայացված է քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, սակայն մինչև միջնորդության քննություն իրականացնելը նախ խորհրդի անդամների ինքնաբացարկի հարցը քննենք, դուք բացարկի ինքնաբացարկ միջնորդությունն եք նախարարության ներկայացուցիչ։ Շատ լավ։ Խորհուրդը արձանագրում է, որ 2025 թվականի մայիսի 13-ին խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանը, իսկ մայիսի 14-ին խորհրդի անդամ Կարեն Թումանյանը խորհրդին ներկայացրել են ինքնաբացարկի միջնորդություններ։ Խորհրդի մյուս անդամները ինքնաբացարկի միջնորդություններ չունեն։ Հիմք ընդունելով նշված հանգամանքը խորհուրդը անհրաժեշտ է համարում հեռանալ խորհրդակցական սենյակ, անհրաժեշտ համարում եք ներկայացնել Տիկին Մկոյան ինքնաբացարկի հիմքերը, թե արդեն որոշումը կայացնելուց հետո կարող եք կարճ ներկայացնել ձեր ինքնաբացարկի հիմքերը։ Հարգելի բարձրագույն դատական խորհուրդ, հարգելի ներկայացուցիչներ, ցանկանում եմ հայտնել, որ սույն վարույթով քննվող գործով, վարչական գործով Վճռաբեկ դատարանում մասնակցել եմ գործի քննությանը, ուստի նշված հիմքով կարծում եմ, որ անհրաժեշտ է հայտնել ինքնաբացարկ։ Շատ լավ, շնորհակալություն, հարցը քննենք, հետո ձերը պարոն Թումանյան։ Ներկայացնեմ կարճ։ Հարգելի խորհուրդ, հարգելի ներկայացուցիչներ, կարգապահական վարույթի շրջանակներում դատավորներից մեկի պարոն Այվազյանի հետ ունեմ ընկերական հարաբերություններ, ինչը խորհրդին ներկայացրել հիմքերի հանդիսացել խորհրդին ներկայացնեմ ինքնաբացարկի միջնորդություն անկողմնակալ դիտորդի մոտ իմ հանաչառության վերաբերյալ կասկածի փարատման տեսակետից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, նախարարության հարգելի ներկայացուցիչներ, ունեք այնպիսի դիրքորոշում, որը գտնում եք, որ կարող է էական նշանակություն ունենալ սույն հարցի քննարկման համար։ Չունենք հարգելի խորհուրդ։ Շատ լավ, շնորհակալություն, այսպեսով խորհուրդը անցնում է խորհրդակցական սենյակ համապատասխան որոշում կայացնել։ Ոտքի։ Շնորհակալություն, կարող եք նստել։ Դատական նիստը շարունակվում է ընդհատման պահից, խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ ներկայացված ինքնաբացարկների հարցը լուծելու։ Այսպիսով խորհուրդը արձանագրում է, որ բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանի եւ խորհրդի անդամ Կարեն Թումանյանի ինքնաբացարկների միջնորդությունը բավարարվել է եւ վերջիններս չեն մասնակցի այլևս սույն հարցի քննությանը։ Ձեզ խնդրում եմ լքել դահլիճը, հարգելի գործընկերներ, մենք շարունակենք։ Շնորհակալություն ձեզ։ Այսպեսով հայտնվում է, որ սույն գործով 2025 թվականի
մայիսի 23-ին ստացվել է դատավորներ Հրաչ Այվազյանի, Ռուստամ Մախմուդյանի եւ Կարեն Ավետիսյանի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանի դիմումը դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, ընդ որում ներկայացվել է նաեւ պատասխան ներկայացված միջնորդության կապակցությամբ, իսկ այսօր արդեն 2025 թվականի հունիսի 2-ին ստացվել է դատավորներ Հրաչ Այվազյանի, Ռուստամ Մախմուդյանի եւ Կարեն Ավետիսյանի միջնորդությունը դատական նիստը հետաձգելու վերաբերյալ։ Մասնավորապես այսօրվա դիմումով դատավորները հայտնել են, որ տեղեկացված են նշանակված նիստի վերաբերյալ, նիստի մասին հաշվի առնելով, որ աշխատանքային ծանրաբեռնվածություն եւ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու անհրաժեշտություն ունեն, իրենց իրավունքների եւ շահերի պաշտպանությունը համապատասխան լիազորագրով վստահել են փաստաբանների պալատի փաստաբան Գնել Մուղնեցյանին, ով այլ դատաներով ավորոք նշանակված դատական նիստին մասնակցելու հանգամանքով պայմանավորված չի կարող ներկայանալ նշված օր եւ ժամին խորհրդում նշանակված նիստին, նշվածի հաշվառմամբ խնդրել են այսօրվա դատական նիստը հետաձգել եւ նշանակել մեկ այլ հերթի հնարավորություն ընձեռելով ներկայացուցիչի միջոցով իրացնելու իրենց իրավունքների պատշաճ պաշտպանությունը ստորագրված է բոլոր դատավորների կողմից։ Պատասխանին կից ներկայացված է լիազորագիր Երևան քաղաքում տրված 22 մայիսի 2025 թվական այն մասին, որ վերաքննիչ դատարանի, վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանը, Ռուստամ Մախմուդյանը եւ Կարեն Ավետիսյանը իրենց իրավունքները եւ օրինական շահերը ներկայացնելու կապակցությամբ փաստաբան Գնել Մուղնեցյանին լիազորել են իրենց անունից հանդես գալու բարձրագույն դատական խորհրդում, դատական բոլոր ատյաններում եւ իրականացնելու դատավարական գործողություններ։ Լիազորագիրը տրված է 1 տարի ժամկետով, լիազորողներ Հրաչ Այվազյան, Ռուստամ Մախմուդյան, Կարեն Ավետիսյան ստորագրությունները կից ներկայացված է նաեւ Գնել Մուղնեցյանի անվամբ տրված փաստաբանական գործունեության թիվ 827 արտոնագրի պատճենն ու Գնել Մուղնեցյանի անվամբ տրված նույնականացման քարտի պատճենը։ Նաեւ կից ներկայացված են որոշակի փաստաթղթեր ավիատոմսերի հետ կապված։ Սա ողջամտորեն ենթադրում է, որ դատական նիստը հետաձգելու եւ կից էլ ներկայացված է դատական նիստը հետաձգելու վերաբերյալ դիմումին կից ներկայացված փաստաթղթերն են եւ որով հայտնվել է, որ 2025 թվականի հունիսի 2-ի առավոտյան է վերադառնալու Հայաստան, հետեւաբար խնդրել է քննությունը հետաձգել, որպեսզի կարողանա իր վստահորդների իրավունքները պատշաճ իրականացնել։ Իհարկե խորհուրդը ամբողջությամբ հրապարակեց փաստաթղթերը, բայց դուք իրավունք ունեք նաեւ ծանոթանալու ներկայացված դիմումներին ինչպես դատավորների, այնպես էլ փաստաբանի կից փաստաթղթերով։ Անհրաժեշտություն գտնում եք ծանոթանալու հարգելի ներկայացուցիչ։ Անհրաժեշտություն չկա հարգելի խորհրդ։ Շատ լավ։ Այդ պայմաններում ձեր դիրքորոշումը հայտնեք ներկայացված միջնորդության կապակցությամբ քննությունը հետաձգելու վերաբերյալ։ Հարգելի խորհուրդ, հատուկ դիրքորոշում չունենք, թողնում ենք խորհրդի հայեցողությանը շնորհակալություն։ Շատ լավ, ձեզ նույնպես շնորհակալություն։ Հարգելի խորհրդի անդամներ, այլ դիտարկումներ ունեք։ Շատ լավ, այսպիսով խորհուրդը տեղում խորհրդակցելով որոշեց միջնորդությունը բավարարել, հնարավորություն տալ դատավորներին ներկայանալ նիստին, առնվազն ներկայացուցչի միջոցով իրենց իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համար, այսպիսով հաջորդ դատական նիստը գործի քննությամբ տեղի կունենա 2025 թվականի հունիսի 10-ին, 6-րդ ամսի 10-ին, ժամը 10:30 դատանի խորհրդի նույն շենքում, նույն վայրում, նույն նիստերի դահլիճում։ Դուք համարում եք պատշաճ ծանուցված, հարգելի ներկայացուցիչներ, իսկ դատավորներին արդեն լրացուցիչ ծանուցումը կուղարկվի։ Ձեզ մոտ նորից ֆիքսեք 6-րդ ամսի 10-ին, ժամը 10:30 դատական նիստը հայտարարում է փակված։